Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Հարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ Իրանահայ համայնքից վերլուծաբան Արամ Շահնազարյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Շահնազարյան, մենավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Շատ կարևոր եւ ցավալի իրադարձություններ են տեղ ունենում Իրանի շուրջ։ Մեզ հարևան եւ բարեկամ այդ երկրին թիրախավորում են անդադ արդեն մի քանի օր է պատերազմը շարունակ, գրեթե 10-րդ օրն է։ Սպանվեց Իրանի հոգևոր առաջնորդը, 3 արդեն ընտրվեց հոգևոր առաջնորդ, ով սպանված, նահատակված հոգևոր առաջնորդի որդին էր։ Այս 10 օրերը վերլուծելով, ինչ եզրանկման են գալիս, ինչ են ուզում ամերիկացիները, ինչպես են դիմադրում իրանցիները եւ ռեսուրսների համեմատություն անենք խնդրեմ։ Նախ ամերիկացիները ինչ են ուզում։ Այս 10 օրվա ընթացքում խոստովանությունները, որոնք կատարել են ամերիկյան տարբեր գործիչներ, սկսած նախագահ Դոնալդ Թրամփից մինչև սենատոր Լինդսի Գրահամ, ակնհայտ է դարձնում, թե ինչ են ուզում։ Նպատակը 1 Իրանում հասարակական փլուզման հասնել, 2 Իրանի քաղաքական համակարգի փոփոխություն, Իրանի մասնատում եւ Իրանի այսպես կոչված խոշոր նավթային եւ գազային ռեսուրսներին տիրապետելն է։ Սա ակնհայտորեն եւ հստակորեն ուղղակի կամ անուղղակի թե նախագահ Թրամփը, թե իր քաղաքական թիմը, թե ինչպես նաեւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ու Իսրայելի տարբեր քաղաքական գործիչներ նշում են։ Բավական է հենց ես մի օրինակ կբերեմ, 3 կամ անցյալ օրը, չգիտեմ, 3 կամ անցյալ օրն է սենատոր Լինդսի Գրահամը հակաիրանական ամենասենց ընդգծված գիծ ունեցող սենատորներից մեկը հարցազրույցի ընթացքում ասաց. եթե մենք հաղթում ենք այս պատերազմում, ուրեմն Իրանը որպես այդպիսին գոյություն չի ունենում, Իրանի նավթային Հորմուզի նեղուցի փակելու հարցը վերանում է եւ այդ հսկայական նավթային ռեսուրսները հայտնվելու են մեր վերահսկողության ներքո։ Պարոն Շահնազարյան, տեսեք, ամերիկացիները սկզբում հայտարարում էին, որ ժողովրդավար չի Իրանը, դրա համար են հարձակվում։ Հետո նախորդ տարի հայտարարեցին, թե միջուկային ամբողջ հնարավորությունները ոչնչացված են։ Հիմա ասում են, ոնց որ մի շաբաթ է մնացել միջուկային զենք ստեղծելուն։ Ես նայեցի վերջին 15-20 տարում 15-20 տարվա ընթացքում մի 10 հայտարարություն է արել Բենյամին Նեթանյահուն, որ մի օր է մնացել, մի շաբաթ է մնացել, մի խոսքը մի 20 տարի է, մի շաբաթ է մնացել, որ Իրանը միջուկային զենք ստեղծի։ Հասկանալի է, որ ձեր ասածն է, այդ Լինդսի Գրահամը ինչ բացահայտել է, որ նավթն է խնդիրը, իրենք ուզում են իրանական նավթը ձեռք գցել։ Հիմա եկեք Իրանի հնարավորությունները նայենք, որտեղ այնուամենայնիվ երկար տարիներ սանկցիաների տակ գտնվող պետություն, այո, բավական ինքնաբավ, ինքն իր հնարավորությունները ստեղծող, բավական հետաքրքիր հրթիռային միջոցներ ստեղծած եւ կուտակած, բայց արդյոք այս պահին Իրանը ունի հնարավորություն, բաց աղբյուրների վրա հենվելով, ունի հնարավորություն երկարաժամկետ դիմադրության, երկարաժամկետ պաշտպանության։ Նախորդ հարցի շարունակությունը ես մի նախադասություն ավելացնեմ, նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն եւ ոչ միայն Իրանը այն ամուր կորիզն է, որը պետք է փշրեն, որպեսզի կարողանա իրականանալ, հեսա առիթ եմ ունեցել անգամներ շեշտելու ամենայն պատասխանատվությամբ եւ կրկին շեշտեմ, իրականանալ մեծ Իսրայելի երազանքը նեղուցից մինչեւ Եփրատ։ Իրան այդ խանգարող օղակն է, եթե Իրանին կարողանան կոտրել այդ ամուր կորիզը, հետո մնացածը մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ հեշտությամբ կստացվի։ Իսկ ինչ վերաբերում է իրանական ռեսուրսներին, այո, տասնամյակներ շարունակ պատժամիջոցներ, գրեթե իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր։ Այս պատժամիջոցները եկել կուտակվել են, մանավանդ վերջին 10-15 տարիների պատժամիջոցներ, տոտալ, մամլիչ պատժամիջոցները, որոնք կիրառվել են Իրանի դեմ։ Այդուհանդերձ
Իրանը այս ընթացքում կարողացել է զարգացնել իր խաղաղասիրական նպատակներով միջուկային ծրագիրը, այդ գիտական նվաճումները, որ ունի, բոլորին ակնհայտ է, թե այդ ոլորտում ինչ նվաճումներ ունի, ռազմական արդյունաբերության ոլորտում հրթիռային կարողականությունը Իրանինը, որ արդեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում, 12-օրյա պատերազմին դրա մի մասի ականատեսնին, հիմա շատ ավելի, այսպես կոչված լանդշաֆտով ականատեսնենք, թե ինչ է կատարվում Իրանի հրթիռային հզորությունը մինչև ուր է հասել, այն դեպքում, երբ դեռ հայտարարում են, որ մեր 4-րդ, 5-րդ սերնդի հրթիռները պահեստներից դուրս չեն եկել, չեն կրակել, դեռ 4-րդ, 5-րդ սերնդի հրթիռները եւ ԱԹՍ-ները, Իրանի հարվածային կամիկազե ԱԹՍ-ները, որոնց գործունեությունը իդեպ աշխարհը ականատեսել նաև ուկրաինական պատերազմին, Իրանը տրամադրեց Ռուսաստանին, Ռուսաստանը այդ տեխնոլոգիան ստացավ Իրանից։ Այդ առումով, այո, Իրանը ռեսուրսը ունի։ Ամերիկացիները հայտարարում են եւ Իսրայելը, մենք 12-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացրեցինք այդ ռեսուրսը, այո, ոչնչացրեցինք, այս պատերազմի ընթացքում հայտարարում են, որ ոչնչացրեցինք, բայց այդ թիրախային հարվածները շարունակում են։ Երեք իդեպ ցավոտ օր է եղել, որովհետև այդ հարվածներից հետո Իսրայելում, Թել Ավիվում, մասնավորապես Թել Ավիվի արվարձաններում հսկայական խնդիրներ են առաջացել հոսանքազրկում, որովհետև ենթակառուցվածքներին են հարվածել, Բահրեյնում շատ լուրջ հարվածներ, ամերիկյան ռազմաբազային Patriot համակարգը կրակել է ինքը իր վրա, այս ամբողջ խնդիրները կան։ Սրանք վկայում են, որ այդ ռեսուրսները ոչ միայն չեն սպառվել, այլ գոյություն ունեն։ Պատերազմը, այո, բնականաբար հակառակորդ կողմի հարվածներից Իրանը եւս ունենում է իր կորուստները, բայց այդ ռեսուրսները կան եւ չմոռանանք, որ Իրանի ռազմական բարձրաստիճան գործիչներից մեկը այս օրերի ընթացքում անընդհատ շեշտել է. մենք պատրաստ ենք երկարատև պատերազմի։ Հիմա տարիներ ենք պատրաստվել այս պատերազմին։ Պարոն Շահնազարյան, ինչ է նշանակում նահատակված առաջնորդի որդուն ընտրել առաջնորդ։ Սա ինչ ուղերձ է աշխարհի եւ Միացյալ Շատ հստակ քաղաքական ուղերձ է սա։ 1. Սա նշանակում է, որ ներքին առումով համակարգը կենտրոնացել է կրոնական քաղաքական էլիտայի շուրջ եւ երկրում հաստատվելու է, այսպես շարունակվելու է պահպանվել, ներողություն, շարունակվելու է պահպանվել սոցիալ-տնտեսական կայունությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է հասարակությանը համախմբելու առումով, տնտեսական խնդիրները կարգավորելու առումով, բնականաբար պատերազմի ավարտից հետո ներքին քաղաքական կուրսի շարունակականության առումով։ Սրանք շատ կարևոր հանգամանքներ։ Մենք չմոռանանք, որ նորընտիր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին Իրանի խորքային պետության կարևորագույն ամենաազդեցիկ գործիչներից մեկն է, որը շատ լուրջ կապեր ունի եւ ազդեցություն ունի թե քաղաքական էլիտայում, թե ռազմական ղեկավարության մոտ։ Ներքին առումով այսքանը։ Արտաքին առումով սա հստակ մեսեջ է ամբողջ աշխարհին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, Իսրայելին եւ Արևմուտքին, որ Իրանը չի պատրաստվում ենթարկվել արտաքին ճնշումներին, չի պատրաստվում արտաքին ճնշումների ազդեցության ներքո մեկ ընտրել այնպիսի առաջնորդ հավանական, որը կարող է դուր գար Արևմուտքին, որը նախընտրելի կլիներ Միացյալ Նահանգների համար, այսպես ասած, եւ երկրորդ չի պատրաստվում փոխել իր ռազմավարությունը եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Սրանք պահպանվելու են։ Սա շատ կարևոր մեսեջ է։ Չմոռանանք, որ նախագահ Թրամփը անցյալ օրերի ընթացքում անընդհատ հոխորտում էր, որ ես եմ ճշտելու, ես եմ ընտրելու Իրանի, այո, մասնակից լինեմ այդ ընտրության, իմ ցանկացած մարդը չլինի անընդունելի է իր համար, հիմա թող ինքը մտածի, անընդունելի է կամ ընդունելի է, դա արդեն իր գործը չէ, արտգործնախարար Արաքչին շատ հստակ պատասխանել էր այդ հոխորտանքներին։ Պարոն Շահնազարյան, Իրանի կողմից նույն պնդումները արևմտյանը եւ ադրբեջանական եղավ իբրև թե թիրախավորում Ադրբեջանի Նախճեվանի ինքնավար հանրապետությանը, հա, տարածքին։ Նախ մի կողմ թողնենք այն, թե որ կողմից էր այս բաները հարձակումը, որտեղ այդ Իրանը հերքեց իր մասնակցությունը, չնայած Ադրբեջանի պնդումներին։ Ինչ կարող էր սա նշանակել, սա պրովոկացիա կարող է լինել ինչի համար, որ Ադրբեջանին ներգրավեն պատերազմում, բայց ես ինչպես հետևում եմ Ալիևի գործողություններին, Ալիևը լավ է հասկանում, որ
նման պատերազմի պարագայում Իրանը կարող է ուղղակի ոչնչացնել Ադրբեջան առաջին հերթին իշխող վերնախավին։ Այդպես է թե ոչ Ադրբեջան փորձում է խուսափել այդ մտահոգությունից։ Ես կարծում եմ սա պրովոկացիա էր, որպեսզի Ադրբեջանը ներքաշվի այս պատերազմում, որովհետև Իրանը անհրաժեշտություն չուներ խոցելու այսպես կոչված այդ օդանավակայանը Նախիջևանինը, նման անհրաժեշտություն դեռևս չուներ եւ պատերազմի այսպես աշխարհագրությունը եւս տարածելն էլ այդ պահի դրությամբ Իրանի անմիջական շահերից չէր բխում։ Այո, Ալիևն էլ կարծում եմ հակառակ իր բոլոր հոխորտանքներին Բաքվի այսպես կոչված իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ պատերազմի դեպքում ինչ կարող է պատահել իրենց հետ։ Իրենք չեն կարող չափվել ոչ Սաուդյան Արաբիայի հետ, հիմնականում ոչ Իսրայելի հետ, ոչ մյուս երկրների հետ, որոնք այս օրերին դարձել են Իրանի թիրախը եւ մանավանդ որ դրանց խոցելը շատ ավելի հեշտ է Իրանի համար, թե Նախիջևանը, թե մեր օկուպացված Արցախում գոյություն ունեցող բազաները, Բաքվի նավթարդյունաբերությունը, Բաքու-Ջեյհան, Թբիլիսի-Ջեյհան նավթագիծը, սրանք բոլորը թիրախներ են, որոնք կարող են Ադրբեջանին ընդամենը մեկ օրում ոչնչացնել, ասենք տնտեսական եւ քաղաքական առումով, ու չմոռանանք Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի Խաթամ-ալ-Անբիա շտաբի հայտարարությունը, որ դրա մասն է ուզում հարցնել, որ դուրս հանեք սիոնիստներին եւ այլ գործակալական զգուշացումը տրվել է։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք ուշի ուշով հետևում ենք։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Ադրբեջանը երկար տարիներ է վերածվել է պլաստարմի սիոնիստական գործնեության համար, Իսրայելի հատուկ ծառայությունների, ռազմական կառույցների գործնեության համար։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ թե Նախիջևանը, թե ես հատուկ ընդգծում եմ, շեշտում եմ, Արցախի օկուպացված տարածքում ստեղծված ռազմական կառույցները, ընդ որում այդ 3 օդանավակայանները, ում տրամադրության ներքո են գտնվում, ում կողմից են օգտագործվում։ Եթե շարունակվի այս ընթացքը, եթե մենք զգանք, որ ուղիղ սպառնալիք են դրանք ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետության համար, կհայտնվեն ինչպես Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, Միացյալ Էմիրություններում, կհայտնվեն Իրանի զինված ուժերի թիրախում։ Պարոն Շանազարյան, մեզ այստեղ ապրողներից մոտ տպավորությունը, որ Իրանում իշխող վերնախավում ամեն բան չէ, որ միանշանակ է։ Մենք լսում ենք նախագահ Փեզեշկյանի որոշ հայտարարություններ, զինվորականների ավելի խիստ հայտարարություն։ Սա ձեր գնահատում պայմանավորված երկիմաստություն է, թե իրականում գուցե նաև ճեղք կա իշխանականների։ Տեսեք, ընդհանուր քաղաքականության մեջ ճեղք չկա։ Հիմա պատերազմ է ու գոյություն ունի մեկ նպատակ Իրանում, սա շատ հստակ է։ Նման խնդիրները դեռևս Իրան-Իրաք պատերազմից հստակ են դրված։ Միգուցե քաղաքական մոտեցումները տարբեր գործիչներին իրարից տարբերվեն խնդիրների կապակցությամբ, հայացքները մի քիչ տարբերվեն, բայց ընդհանուր մոտեցումը նույնն է։ Այո, նախագահ Փեզեշկյանի հայտարարությունը երկիմաստ ընդունվեց, բայց ես կարող եմ ասել, որ դա հիմնականում լեզվական սայթաքում էր եւ այն ինչ որ դրանից հետո տեղի ունեցավ, թե իր թույթները որ արեց սրբագրելու համար այդ սայթաքումը լեզվական եւ թե Ալի Լարիջանի արտգործնախարարի ռազմական տարբեր նշանակության գործիչների եւ ղեկավարության հայտարարությունները հստակ դարձրեցին, որ որն է Իրանի քաղաքական գիծը եւ դրանում որևէ փոփոխություն չկա, նույն գծով, նույն ռազմավարությամբ, նույն մարտավարությամբ գործողությունները շարունակվելու են։ Տեսեք, փետրվարի 28-ին սկսվեց պատերազմական գործողությունները Իրանի դեմ, հենց առաջին օրը աղջիկների այդ դպրոցը թիրախավորվեց, 160 քանի զոհ եղավ։ 168 զոհ։ 168 զոհ եղավ, հոգևոր առաջնորդս զոհվեցին այլ ղեկավարներ բանակի եւ Հայաստանը կարծում եմ 3-րդ թե 4-րդ օրը ցավակցական տեքստ թողեց եւ սա այն դեպքում, երբ Նախիջևանում այդ պրովոկացիան երբ եղավ, սադրանքը Հայաստան կես ժամ, 1 ժամ հետո ուղղակի կապ հաստատեց Ադրբեջանի իշխանությունների հետ, աջակցություն, հետո պարզվեց հայտնել է Ադրբեջանին, քանի որ դուք ապրում եք եւ ապրել եք Իրանում եւ լավ եք ճանաչում իրանցիներին, իրենց քաղաքական մոտեցումները, հա, ինչպես են ընկալել, թեկուզ եւ ոչ հիմա հրապարակային ցույց չեն տալիս Հայաստանի վարքը, իշխանության վարքը ինչպես կարող էր ընկալվել։ Մեր նախկին զրույցներում սիրելի Բորիս առիթ եմ ունեցա ասելու, թե
միջազգային մասշտաբի գերտերությունները, թե տարածաշրջանային գերտերությունները, ինչպես նաև այս քանի օրը զրույցներում անընդհատ նշել եմ, ունեն այս թեմայի հետ կապված նկարագիր, ունեն գործողության հստակ գիծ եւ ունեն ամենակարևորը հիշողություն։ Այս ամեն ինչը պահպանվում է հիշողությունում։ Նկարագիր ունեցող պետությունները չեն կարող հենց այնպես մատերի արանքով դիտել այս ամեն ինչն ու թողնել անցնել։ Պահպանվում է հիշողությունում, նստվածք է թողնում, ազդում է հետագա գլոբալ քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացի վրա։ Այդ որ Ադրբեջանը եւ Թուրքիան մեր երկու գլխավոր թշնամիները առաջին օրը հենց անմիջապես ցավակցեցին, առաջիններից էին, որ ցավակցեցին հանգուցյալ առաջնորդի նահատակությունը, Ալիևը այցելեց դեսպանատուն, Հայաստանը ձգձգեց, չգիտեմ, ներքին քարոզարշավով, պերաշկի, կուկուռուզ եւ հետո ոնց որ սպասում ենք արձակուրդային օրերը վերջանան, աշխատանքային առաջի օրը մենք ցավակցենք։ Սրանք իր նստվածքը թողնում է։ Շուտ ասելուկի հարց չէ, առիթ եմ ունեցել նշելու, հարցը շուտ ասելուկ չէ, ես առաջինը ասեմ, ոչ, հարցը քո բարեկամ, հարևան ինչ որտեղ դաշնակից երկրի նկատմամբ, ինչու՞ չէ, ինչ որտեղը սխալ է, դաշնակից երկրի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու խնդիրն է։ Սա է կարևոր, որը վրիպեցին Հայաստանի իշխանությունները։ Ես հուսով եմ, ելնելով Հայաստանի Հանրապետության անմիջական շահերից, գոնե հիմա արագ շնորհավորեն նոր առաջնորդի ընտրությունը։ Մի պարագայում, երբ այս իշխանություններն իրենք են ընդունել, որ ջերմուկի դեպքերի ժամանակ Իրանը կարևոր դերակատարում է ունեցել ադրբեջանական զորքերի կանգնեցման գործում։ Այս տարիների ընթացքում հենց ընդամենը մենք խոսենք 2020-ի պատերազմից հետո, 44 օրյա տաղատալի պատերազմից հետո, մենք ականատես ենք եղել գոնե երկու անգամ, մեկ ջերմուկի դեպքերն էլ, մեկ այլ միջադեպի ժամանակ, երբ սրվել էր Սյունիքի հարցը, երբ իրանական ռազմական ստորաբաժանումները ինչ ընդարձակ զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջան-Հայաստան սահմանին, որը հստակ մեսիջ էր եւ բոլորը գիտեն, որ կանգնեցրեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Իրանը այդպես է վարվում։ Մենք չմոռանանք, որ Իրանի հոգևոր առաջնորդը, հանգուցյալ առաջնորդը, այն եզակի առաջնորդն էր աշխարհում, որը անգամներ հստակ խոսեց Իրանի կարմիր գծերի մասին, հստակ առանց տողատակերի խոսեց Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանության անհրաժեշտության մասին։ Սրանք չպետք է մոռանանք։ Իհարկե, դժվար է նաև ակնկալել, որ Հայաստանը Իրանի համար այդ ռեսուրսները չունի պատերազմի մեջ մտնելու Միացյալ Նահանգների, բայց առնվազն լավ հոգևոր առաջնորդը զոհվել էր, դա կարելի էր որևէ վերաբերմունք ցույց տալ։ Բնականաբար, տրամաբանությունը հուշում է, բանական մարդը չի կարող ակնկալել, որ Հայաստանը եւ ընդհանրապես Հայաստանի նման փոքր պետությունները նման գլոբալ պատերազմում մեկ կամ մյուս կողմի օգտից մտնեն պատերազմի մեջ։ Անիմաստ է, ոչ ոքի Իրանում են նման բան չեն ընկալում։ Իրանում ակնկալիքը դա է, որ Հայաստանը առնվազն չվերածվի հակաիրանական գործողությունների պլաստարմի։ Դա մինիմալն է, որ իրենք պահանջում են։ Բայց այո, նման քաղաքական վերաբերմունք ցուցաբերելը, ցավակցելը, դատապարտելը այդ գործողությունները, դրանք ոչ մի բան չէր փոխելու իրականության մեջ։ Այսինքն, ինչպես ասեմ, մի քիչ սխալ արտահայտվեցի, ոչ թե ոչ մի բան չէր փոխելու, այլ վերաբերմունք էր նշանակելու, միգուցե Իրանի համար, այո, այդ պահի դրությամբ, այսպես կոչված ռազմական գործողություններ եւ այլն, տենց հատուկ նշանակություն չունենար, բայց հարևան բարեկամ պետության կողմից վերաբերմունք էր նշանակելու։ Այն դեպքում, երբ ընդ որում այս իշխանությունը կարողանում է կես ժամվա տարբերությամբ Ադրբեջանի հետ կապ հաստատել եւ, չգիտեմ, աջակցություն հայտնել, այսինքն մի պարագայում, երբ ակնհայտ թշնամական պետության հետ ակնհայտ թշնամական պետության հետ գործ ունենք եւ Աստված մի առասցե, եթե Իրանը կոտրվեր այս պատերազմի, այս 10 օրվա ընթացքում, կամ հանկարծ մենք ենթադրենք տարբերակներից մեկը կարող է լինել առաջիկա օրերում, Աստված մի առասցե, այդ բանը իրականացվի, Իրանը կոտրվի, ենթադրենք, Իրանը կոտրվի, տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ստեղծվելու, այնպիսի քաղաքական քաոս, աշխարհաքաղաքական քաոս է ստեղծվելու, որ դրանից առաջին տուժողներից մեկը լինելու է Հայաստանը։ Մենք չմոռանանք դեսպան Շիրղոլամիի վերջին մամուլի ասուլիսը, որ հստակ հայտարարեց, եթե Իրանը
պարտվի այս պատերազմում, հաջորդ ուժողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Սա հստակ է, միանշանակ է։ Չգիտեմ ինչու այս իշխանությունները չեն հասկանում կամ ձևացնում են, որ չեն հասկանում։ Ես հույս ունեմ գոնե ձևացնում են, որ չեն հասկանում, չնայած Պարոն Շահնազարյան, նաև հետաքրքիր է Իրանի հանրության արձագանքը։ Նախ պատերազմական գործողություններ ընթանում են, փախստականների այդպես մեծ հոսք չի նկատվում, սա ինչ որ հատուկ վերաբերմունք է, թե ուղղակի լոգիստիկ հնարավորություններ չկան։ Մեկ եւ երկրորդը ինչ եղան այդ ցույցեր կազմակերպողները։ Նրանք կարծեք թե Միացյալ Նահանգների հույսը եւ Իսրայելի հույսն այն է, որ այս հրթիռային հարվածներին զուգահեռ ներքին խժդաժություններ կսկսեն։ Իրանի ժողովրդին, իրանական քաղաքակրթությանը, իրանական մշակույթին, Իրանի ժողովրդի հոգեմտավոր կառուցվածքը եւ հավատամքը չհասկանալ նշանակում է հենց սա։ Երբ դու չգիտես այդ ժողովրդին, չգիտես ինչպես է մտածում իրանական հասարակությունը, չգիտես արտաքին վտանգի դեպքում Իրանի հասարակությունը ոնց է համախմբվում, եւ չգիտես, որ հոգեվոր առաջնորդի սպանությունը ինչ էֆեկտ եւ ինչ հակառակ ազդեցություն կարող է ունենալ, կստանաս այնինչ որ ստացել ես։ Փորձում էին ժողովրդին փողոց հանել, չէ՞, այս պատերազմում գլխավոր նպատակներից մեկը դա է՝ ժողովրդին փողոց հանել, հասնել հասարակական փլուզման։ Ժողովուրդը փողոց եկավ, բայց հակառակ ուղղությամբ։ Շարունակում է փողոցում մնալ։ Հիմա փորձում են էթնիկ բայց բաներ հրահրել։ Էթնիկն էլ չի ստացվում։ Էթնիկն էլ չի ստացվել, նախ չմոռանանք, որ Իրան-Իրաք պատերազմի օրերին Իրանի քրդերը մեծամասնությունը 90%-ից ավելին ամենակաջարի սահմանապահներն էին, առաջին հարվածները վերցնում էին իրանց վրա, Իրանի քրդերը, պատերազմի 8-ամյա պատերազմի ընթացքում։ Երկրորդ հերթին այդ անջատողական ահաբեկչական խմբավորումները, որոնք Իրաքյան Քրդստանում են բազայավորված եւ այնտեղ են գտնվում, դրանք եւս կարծում եմ, որ գիտակցեցին, այսինքն Իրանի կանխարգելիչ հարվածներից հետո գիտակցեցին, որ ինչ է սպասվում իրենց։ Վերջի վերջո մարդ մի անգամ նույն թոկով հորը կմտնի, երկրորդ անգամ չի փորձի դա։ Քրդերը կարծում եմ իրենց համար դաս եղավ այն ինչ որ Սիրիայում տեղի ունեցավ, այն ինչ որ մինչ այդ տեղի ունեցել, ինչպես են Միացյալ Նահանգները օգտագործել իրենց ու դեն նետել։ Դա եւս չստացվեց։ Իսկ այդ խմբավորումների մասին Իսկ ադրբեջանական էթնիկ դա եւս չի աշխատում։ Մենք չմոռանանք, որ ադրբեջանցիների մեծամասնությունը դրանք Իրանի անկախությանը այսպես զինվորակոչված քաղաքացիներ են, մեծ դերակատարություն են ունեցել Իրանի անկախության պաշտպանության օրերին։ Մենք չմոռանանք, որ նույն Օսմանյան կայսրության դեմ Սեֆյանների եւ Օսմանյան կայսրության պատերազմի օրերին այդ առաջին ճակատում հիմնական կռվողները եղել են հենց Իրանի ադրբեջանցիները, այդ խումբն են եղել։ Հայրենասիրությունը իրենց համար այլ բան է։ Հենց այս օրերի ընթացքում այդ սքո արարողությունները, որ տեղի են ունենում, ժողովրդական հավաքները, որ տեղի են ունենում, վիդեոները, կլիպները, որ կտեսնեք, թե ինչ ազգային կարգախոսներ են հնչում թուրքերեն լեզվով, ինչ ազգային կարգախոսներ են հնչում այդ ցույցերի ժամանակ։ Դա եւս չստացվեց։ Այն խմբավորումները, որ նշեցիր դու, սիրելի Բորիս, դրանք հիմնականում գործակալական ցանցներ։ Կային դժգոհներ, առիթ ենք ունեցել այստեղ խոսելու, սոցիալական խնդիրներ կան, այո, տնտեսական խնդիրներ կան, այո, դժգոհության ալիք կա, այո, բայց դա չի նշանակում ես սոցիալական, տնտեսական խնդիրներից ելնելով, իմ դժգոհությունից ելնելով կանգնեմ հայրենիքիս դեմ, դավաճանեմ հայրենիքից, դա չի նշանակում։ Բացարձակապես դա չի նշանակում։ Ժողովուրդը հասկացավ, թե այդ խմբավորումները ովքեր էին, ինչ նպատակ էին հետապնդում, ինչ նպատակ են հետապնդում հենց այս պահին եւ մերժեց դրանց։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Շահնազարյան, մենք առաջիկայում առիթ կունենանք էլի հանդիպելու հասկանալու Իրանում ինչ է տեղի ունենում։ Այո, մեզ պիտի անհանգստացնի, չնայած Հայաստանում էլ կան ինչ-որ գործակալական խմբեր, որոնք ոգևորված են Իրանի գործողություններով։ Ինձ զարմացնում է այն, որ Իրանի ժողովրդավարությունից իբրև թե դժգոհող, ժողովրդավարության բացակայությունից դժգոհող խմբերը, որոնք կան Հայաստանում, շատ մեծ ոգևորությամբ կոչ էին անում Իրանին հակընդդեմ իրենց սահմանադրության Տրամպի ճաշակով առաջնորդ ընտրել, այսինքն իրենց ժողովրդավարության ընկալումը այդպեսին է, որ Իրանի ժողովուրդը քաղաքական էլիտան ընտրելու իրավունք չունի, այ Տրամպը խտրեմ։ Ես մի օրինակով եզրափակեմ, նախ
այդ մարդիկ ես հետևում եմ դրանց ցույցերին Հայաստանում, այլտեղ իրենք իրենց էությամբ բռնապետներ են։ Այլ խոսք, այլ կարծիք, անգամ ընդդիմադիր կարծիք, անգամ հակաիսլամական հանրապետության կարծիք չեն հանդուրժում։ Միայն եւ միայն մեր խոսքը, մեր կարծիքը։ Չունես այդ կարծիքը, դավաճան ես, այսպես պիտակավորում են, հարվածում են եւ։ Եվ երկրորդ խնդիրը որ կա, ոնց ես պատկերացնում, որ երկրի ժողովուրդը կկանգնի մեկ ուժի կողքին, որը ողջունում է հարվածելը։ Պարում էին, Իրանը հարվածի տակ էր 168 անմեղ երեխա է զոհվել, այս մարդիկ Եվրոպայում հրապարակներում պարում էին, ուրախանում Անույնն է, էին։ որ ասենք 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ մարդիկ դուրս գային Ալիևին շնորհակալություն հայտնելու։ Շնորհակալություն հայտնելու։ Հարվածում է մեր երկրը։ Այո, կամ ասենք Հայաստանի Հանրապետությունը, ես սա միշտ sense շատ վերացական տարբերակ եմ ասում, Աստված մի արածը հայտնվի ինչ որ ռազմական գործողությունների թիրախում, որը երկիր հայտարարի, որ ես ռազմական գործողությունների միջոցով ուզում եմ հասնել Հայաստանում իշխանափոխության, իսկ ընդդիմությունը գա ողջունի։ Ոչ, բոլորը, երբ արտաքին թշնամի կա, բոլորը մեկ ճակատ են, այդ ներքին ամեն ինչը մի կողմ է գնում։ 4-րդական, 5-րդական կարևորությունը բոլորը կանգնում են հայրենիքի կողքին, բոլորը կանգնում են ազգային հանուն ազգային արժանապատվության, հանուն պատերազմում եւ թշնամուն հաղթելու, ոչ թե ողջունում ես թշնամուն, ոչ թե ծափես տալիս թշնամու համար, ոչ թե ուրախանում ես ամեն մի հարվածից։ Սա դավաճանություն է բառի ամենաբուն իմաստով։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ես չստեմ զրուցում էի Իրանայի մեր համայնքի ներկայացուցիչ վերլուծաբան Արամ Շահնազարյանից, տեսություն կհանդիպենք։